հայաբեդարանական եկեղեցի պատմության մեջ թերթը, քիրքը, գրթությունը, դաստիարակությունը շատ մեծ տեղ ունի։ Երբ ծառայությունները սկսան Հայաստանին մեջ, երկրաշարժեն հետո եւ սփյուռքա հայություն եւ մանավանդ հայաբեդարանական եկեղեցիները, Ամերիկայի հայաբեդարանչական ընկերակցությունը, Ֆրանսիայի Հույս Հայաստանի համար կազմակերպությունը անընդհատ մենք ուղարկեցինք Աստվածաշունչ, Նոր Գտակարան, նաեւ միջնարի վերքեն եւ ֆրանսայեն հայերեն լեզվով ամսաթերթեր, այսինքն հոգևոր քրականությունը շատ կարևոր էր մեզ համար։ Եկեղեցի, որ 91-94 թվականին ձևավորվեց Հայաստան Սաբեդանական եկեղեցի, ուրեմն նորմալ էր, որ այս ծրագիրները կապված թերթի, կապված քրքի շարունակեին։ 97 թիվ ստեղծեցինք Հայաստանյա Սաբեդարանական եկեղեցի երամսատերթ, ավելի մեծահասակներուն համար, երիտասարդ մեծահասակ, եւ չանցավ քանի մտարի 2000 թիվ բարձ եղավ, որ պետք է փոքրիկներուն, երեխաներուն, բադանիներուն լինի յուրահատուկ հանդես իրենց համար։ Խորհրդային իշխանություններից հետո մեր սերունդները բացարձակապես հեռու էին եւ Աստվածաշնչից եւ հավատքից։ Եվ երբ Արարատյան հայրապետական թեմում ես ստացա կրթություն 2 տարվա, իմ ամբողջ երազանքներ երեխաներին քրիստոնեությանը մոտեցնել։ Եվ Ռենե Լևոնյանը վերապատվելի սովորություն ուներ, երբ մենք հանդիպում էինք, միշտ ասում էր, ինչ տեսիլք ունեք։ Եվ ես իմ այդ տեսիլքի մասին պատմեցի, եւ ի պատիվ իրեն ինքը միանգամից արձագանքեց։ Եւ սկսեցինք մտածել, ինչպես ստեղծենք այդ ամսագիրը։ Ոչ մեկս փորձ չունեինք, ամբողջ թիմով անփորձ էինք նման աշխատանքի համար, բայց ձեռնարկեցինք։ Եվ շատ դժվարությունների հանդիպելով ամբողջ թիմով կարողացանք հաղթահարել։ Երկար մտածեցինք ինչպես անվանել։ Եվ քանի որ դա պիտի լիներ առաջին քայլերը երեխաների համար, շող պիտի լիներ, որը պիտի թափանցեր երեխաների սիրտը, որոշեցինք այն անվանել Շողիկ։ Եվ Շողիկ անունը շատ սքանչելի անուն է, մենք գարիք ունենք այս լույսի, այս շողի, մեր այն ժամանակվա քրիստոնեական դաստիարակության պատասխանատուները, դա պետքաղաքներից միացրեցին իրենց ուժերը, մտքերը եւ իրոք սա անմիջապես շատ մեծ հաջողություն ունեցավ ոչ միայն մեր Հայաստանյա Սաբեդարանական եկեղեցի փոքրիկների համար կամ բադանիների համար, բայց ամենտեղ դարածվեցավ։ Շողիկը ուներ 2 առաքելություն՝ հավատք եւ հայրենիք։ Մեր ամբողջ նպատակն էր երեխաներին, մատաղ սերնդին ծանոթացնել Աստվածաշունչ Մատյանի խորախորուրդ գաղտնիքների հետ։ Սա մեկ, եւ երկրորդը երեխաներին տանել մոտեցնել հայկական մշակույթին, հայկական ճարտարապետությանը, երաժշտությանը, ազգային ամեն ինչը եւ նրանց սովորեցնել սիրել հայրենիքը։ Հոգևոր սնունդը հիմնավորված Ավետարանի Աստվածաշունչի վրա, բայց նույն ժամանակ մշակութային մոտեցումը շատ լայն, մեր ասենք հայկական ինքնությունը բայելով, հիշելով այն մեծերը, որ դարերու ընթացքում ինչ կարևոր դեր կատարեցին մեր ազգի համար եւ ցեվով ներկայացնել փոքրիկներուն եւ բադանիներուն մենք կպատրաստենք այս նոր սերունդները, որբեսի ունենան քրիստոնեական եւ հայեցի դաստիարակություն։ Ես Շողիկին կմաղթեմ բարի երթ եւ ավելի
լայնածավալ աշխատանք մեր մշակութային գործիչների հետ։ Նախ քննադենք ինչ որ եղել է սկիզբից եւ հետո ես իրոք կաչարերեմ հիմակվա պատասխանատուները, որբեսի բայեն այս քիծը, բայց քիծը չի նշանակի թե նորություններ չլինեն, վստահ եմ որ դուք ունիք շատ լավ մտքեր, երազներ, դեսիլքներ եւ թող երկար կյանք շողիկին, որովհետեւ սա շատ պետք է եւ ասեմ թե սփյուռքին մեջ դարբեր մեր եկեղեցիներուն մեջ շողիկ հանդեսը դարածված է նաեւ